Բարև ձեզ, Սլայքեյմի եթերում է առանց դիմակի հաղորդումը։ Այսօրվա իմ հյուրն է միջազգային մի շարք մրցույթներում պատվավոր հորիզոնականներ գրաված դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը։ Ողջույն Սոնա։ Ողջույն Ան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Սոնա, կցանկանամ իմանալ անկեղծության քո տարբերակը եւ ինչքանով ես կարողանում տարանջատել դիմակավոր եւ առանց դիմակի մարդկանց։ Կարծում եմ, որ չափի մեջ բոլոր մարդիկ էլ դիմակներ ունեն, թե որքանով է դա օգնում կյանքին կամ խանգարում մյուսների կյանքին, դա այլ հարց է։ Ինչպես եմ կարողանում տարանջատել, չեմ կարող վստահ ասել, որ կարող եմ ասել, որ մարդը ունի ինչ դիմակ, բայց փորձում եմ ամեն դեպքում ազնվությունը տեսնել մարդու մեջ եւ քանի որ ինքս լինելով ազնիվ, տեսնել նրա ազնվությունը, որ կարծում եմ, երբ որ դու շատ ազնիվ ես մեկի հետ, կարողանում ես այսպես կոպիտ մի քիչ կարող է հնչի, բայց պատրել նրա դիմակը։ Լինի դա վատ, թե լավ իմաստով։ Սոնա, նախաբանում նշեցի միջազգային մի շարք մրցույթներում պատվավոր հորիզոնականներ գրաված։ Ինչ քչերը գիտեն սրա մասին եւ ուզում եմ, որ այսօր դու բարձրաձայնես ինչ մրցույթների ես մասնակցել եւ ինչ հորիզոնականների մասին է խոսքը։ 7 տարեկանից զբաղվում եմ, այո, պրոֆեսիոնալ երաժշտությամբ եւ շատ շուտ կարողացա հասկանալ, որ դա իմն է, չնայած իմ կյանքի ընթացքում զբաղվել եմ նաեւ ճարտարապետությամբ բավական երկար, 13 տարի մոտ, որոնք որ իրար ինչպես բոլորը գիտեն, լրացնում են, միայն լրացնում են, այո։ Իմ կյանքում եղել են բազմաթիվ մրցույթներ եւ բազմաթիվ ֆեստիվալներ, կարող եմ ասել, որ դա ինձ համար ամենակարևորը չէ, սակայն դա տալիս է ինչ որ քայլ առաջ, ինչպես մարդ պիտի ինքը, այսպես ասած, դնի իր առջև ինչու է դա անում, նպատակ եւ որոշ կյանքի հատվածներում լինում են ինչ որ նպատակներ, նաեւ մրցույթներ, այո, որոնք ես ունեցել եմ բազմաթիվ մրցույթներ, որոնցից կարող եմ նշել ամենաայսպես կարևորները, Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթը, երբ ես դեռ 16 տարեկան էի եւ ամենափոքր մասնակիցն էի, այնուհետև արդեն Գերմանիայում վերջին մրցույթներից 2-3 տարի առաջ Ախենում կայացած Մոցարտին նվիրված Ամադեո մրցույթին դափնեկիր դարձա, որը որ ինչպես բոլոր մրցույթները ընդլայնում է, այսպես ասած, հանդիսատեսին եւ հնարավորությունները, քանի որ քեզ ավելի շատ ճանաչում են եւ տարբեր կողմերից են սկսում ճանաչել եւ հրավերներն են լինում ավելի բազմակողմանի եւ այլն։ Ցավոք սրտի վերջին 3-4 տարին է արդեն ինչ Գերմանիայում ոչ շատ հաճախ կարողանում եմ այստեղ ելույթ ունենալ, բայց դա առիթ չէ, որպեսզի չեմ կարող ասել, որ հատուկ է այդպես կամ այո, քանի որ այնտեղ իմ գործունեությունը շատ ավելի ծավալուն է հիմա եւ ես հույս ունեմ եւ նպատակ ունեմ այդ գործունեությունը նաեւ ծավալել այստեղ եւ բերել այստեղ ինչ որ առավելություններ, որոնք այնտեղից կարողացել եմ ձեռք բերել։ Այո, անցած տարի այստեղ Արամ Խաչատրյանի մեծ ֆեստիվալի շրջանակներում
Քանի որ ինչպես ասացի, Արամ Խաչատրյանի անվան մրցույթի մրցանակակիր եմ, ջութակահարուհին Լիա Յակոպովան Ռուսաստանից, ում հետ մենք արդեն 3 տարի է ինչ համագործակցում ենք Գերմանիայում, հրավեր ստացանք, նա նույնպես Արամ Խաչատրյանի մրցույթի մրցանակակիր է եւ առաջարկ ստացանք այստեղ ելույթ ունենալու երիտասարդական նվագախմբի հետ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ շատ ուրախացանք, քանի որ վերջին տարիներին չէինք ունեցել այդ հնարավորությունը այստեղ ելույթ ունենալու օրկեստրի հետ։ Դրանից հետո նաև մեր ելույթները շարունակվեցին արտերկրում, ոչ միայն Գերմանիայում, նաև վերջերս էինք Իտալիայում, Վերոնայում եւ ունենք նաև առաջարկներ տարբեր քաղաքներից, Գերմանիայի տարբեր քաղաքներից։ Իհարկե, տարբերություն կա եւ ընդհանրապես բոլոր քաղաքների միջև նույնիսկ տարբերություն կա։ Դժվարում եմ ասել ամենաջերմ հանդիսատեսը, որովհետեւ դա մի քիչ կարող է նեղացնի մնացած հանդիսատեսներին։ Ամեն մի ունկնդիր ունի իր հետաքրքիր մոտեցումը երաժշտին։ Եվ դա շատ հետաքրքիր է, երբ որ դու մտնում ես կոնտակտի մեջ հանդիսատեսի հետ եւ կարողանում ես ապրել էներգետիկան փոխանցել եւ ստանալ։ Ես կարող եմ ասել, որ Հայաստանում ինչպես մենք բոլորս երևի թե նկատել ենք, բայց կարողա չենք նշում, բայց մեր պուբլիկան շատ ջերմ է եւ կարողանում եմ արդեն համեմատել, ինչպես ասացիր, մեր պուբլիկան շատ ջերմ է եւ շատ պրոֆեսիոնալ։ Անկեղծ ասած, ես լինելով երաժշտության մեջ, շատերը ասում են, որ եւ ես ինքս էլ գիտեմ, որ դա շատ էմոցիոնալ եւ ինչու՞ չէ նաև ժամանակ առ ժամանակ ոչ հավասարակշռված ներքինով անձնավորության մասնագիտություն է, բայց կարող եմ նշել նաև, որ ես նախընտրում եմ հակառակը, ավելի ռեալիստ տղամարդկանց եւ որոնք որ գնահատում են արվեստը, բայց բացարձակապես պարտադիր չէ, որ լինեն արվեստի բնագավառում։ Կարևորում եմ ինդիվիդուալիզմը շատ եւ պարտադիր չի, որ լինի ինչ-որ մի տիպի, այսինքն ես չունեմ կոնկրետ ինչ-որ տիպ, որը կարող եմ ասել, սա է իմը։ Ես գտնում եմ հետաքրքրությունը, որը որ կապված է ինդիվիդուալիզմի հետ եւ ամենակարևորագույն հատկություններից մեկը, որը որ ցավոք սրտի վերջին ժամանակներում ամեն դեպքում ինչքան ես եմ նկատել, որ դու ասեցիր դիմակը, ազնվությունը, երբ որ մարդը զբաղվում է իր գործով, դա իմ համար ամենակարևորագույն հատկանիշներից է, իսկ մնացածը կարող են այսպես օժանդակել, այո, օժանդակել կամ խանգարել, որը որ անցողիկ այսպես։ Շատ է։ Բավականին հաճախ եմ լինում, չնայած այդ հաճախականությունը չի օգնում, որ ես չկարոտեմ Հայաստանը։ Ես շատ եմ կապված Երևանի հետ, նույնիսկ
չեմ կարող ասել դա հոգևոր կապ է միայն, թե կարոտում եմ ընկերներիս, թե կարոտում եմ հարազատներիս, չնայած ընկերներիս մեծ մասն էլ արդեն Հայաստան դրսում են, բայց ես կարող եմ ասել, որ լինելով դրսում, ես ավելի եմ արժևորում նա, որ ես հայ եմ եւ կարող եմ միանշանակ ասել, որ ամենակարևորագույն գործոններից եւ հանդիսատեսին գրավելու, այսպես ասած, գործոններից մեկը, հատկանիշներից մեկը դա հայ լինելն է։ Միանշանակ։ Շատ հետաքրքիր մի պրոյեկտ ունենք այլ ջութակահարու հետ, Քսենիա Դուբրովսկայա, նույնպես Ռուսաստանից ջութակահարուի, որը երկար տարիներ ապրում է արդեն Գերմանիայում։ Պրոյեկտ բոլոր Բեթհովենյան ջութակի եւ դաշնամուրի սոնատները 3 երեկոյի ընթացքում, ինչ խոսք դա արդեն արվել է տարբեր կարևորագույն երաժիշտների կողմից, բայց դա շատ մեծ եւ պատասխանատվություն եւ ոգևորություն եւ ոգեշնչում է։ Ուրեմն արդեն եղել են մի քանի ելույթներ Գերմանիայում այդ ծրագրով, սա է վերջին համերգի բուկլետը սա է, եւ լինելու է նաեւ Բեթհովեն 10 սոնատներ, լինելու է շատ հետաքրքիր, ունենք արդեն համերգային ծրագիրը կայանալու է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում 3 երեկո, օրերը լինելու է ապրիլի առաջին շաբաթը, հուսամ ավելի կոնկրետ տեղեկացնեմ, եւ տեղեկացված կլինեք, այո։ Ունենք նաեւ նույն ծրագրով հրավերներ Ֆրանկֆուրտում նվագելու, Բերլինում, Ռուսաստանի մի շարք Նովոսիբիրսկում, տարբեր, այսպես ասած, ռուսական կարևորագույն քաղաքներում։ 3 երեկոների մասին կարծում եմ ես շատ ուրախ կլինեմ, որ ներկա լինեք, բացի այդ, ինչպես նշեցի, այդ մենեջմենտի համերգներից ունեմ նաև այլ հրավերներ, մի 10 օրից ամսվա վերջին մեկնում եմ Նյու Յորք, ինձ համար շատ ուրախալի մի ելույթի, որը կկայանա հայտնի Կարնեգի հոլում, AGBU հայտնի բարեգործական միության հրավերով, որտեղ ելույթ կունենամ որպես սոլիստ, նաև որպես կամերային անսամբլի դաշնակահար։ Այո, առաջին, որ ինչպես ասացի, չասացի, չեմ հիշում արդեն, ունեմ այնտեղ մենեջմենտ, տալիս է ինձ հնարավորություն ամեն տարի ունենալ մի շատ հետաքրքիր ծրագիր եւ ելույթ ունենալ այդ ծրագրով տարբեր Գերմանիայի եւ ոչ միայն Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Հոլանդիայի քաղաքներում։ Ունեցել եմ ավելի քան 20 համերգ, շուրջ 20 համերգ իրենց կազմակերպված, դա մենեջմենտը ես ունեմ արդեն 2 տարի է եւ հաջորդ տարի ունեմ եւս մի շարք համերգներ, ծրագրերը շատ բազմազան են, սկսած Բախից, վերջացված Բարտակով եւ թեմատիկան նույնպես որոշում եմ ես եւ ինչն է ինձ տվյալ պահին ավելի հարազատ, հոգեհարազատ եւ ինչ եմ ուզում ես կատարել, կիսվել իմ հանդիսատեսի հետ։
Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար, Նանա ջան։